Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Հակակոռուպցիոն կոմիտեն ուժեղ Հայաստանին առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել։ Բրատ դու կարա դու ասած ձեր մոտ բան անեն։ Ինչ։ Բադեշկա։ Սարքերը կարամ անեմ, ստել, ընդել, դու պրոբլեմ ունես ապել։ Չէ, որովհետև ես որ մեր աղբորը տենամ կուրսի պայեմ, էլի մեր աղբերներին ջոգի, կա հունիսին մի հատ գաս։ Չէ, ապե օգոստոսին։ Ուտրության վատ գաս մի հատ հունիսի 1-ին գաս մի քանի օրով, մի 7 օրով մի հատ գաստաս։ Ապե ես դիտե կարամ գաստամ։ Եկո ցավը տանեմ։ Անկորը դառնա դե գիտես, պատատակոս։ Հա բա։ Դելա ես որ աղբորը տենամ տղա աղբոր մոտի զանգեմ տես զրուցեին։ 15-20 տանիքի քավոր է, Սամոջան, ում զանգեմ իմ ազատ իրացման օրին կա։ Դե բա վсё բա։ Ասած ասել ընտանիքներով, բարեկամներով ուպորելեք։ Գնացեք գմփսրեք։ Սամջան, աղբերես։ Ձեր գյուղապետը բանա, ինչ ան։ Այ գյուղապետով աղբերդ որ զանգե դրանք ով են вообще, Սամոջան։ Ջան։ Ես որ աղբերդ էտումա դրանք խառնվում են իրար գյուղում։ Ջան։ 4-5 շոֆերներ ունեմ իրանց ընտանիքներով, Սամոջան։ Հա։ 30-40 ընտանիք են պահում, ապեր, որ մեկին ասեմ, դեպարտիեցել ամսների Դե 30 ընտանիքին էլ ասա, Սամջան, 30-40 ընտանիքին մորքուր, հորքուր, հորողբոր տղեկ, հորողբոր աղջիկ սաղին էլ ասա։ ապեր ասել եմ, ասաց։ Հա, ցավը տանեմ։ Ես որ ընդդեմ իրանց ասեմ, մի 300 հոգի, 400 հոգի սամո աղբորս զա բղագադարյու։ 30-40 հոգու ասես ընտանիք էտի եկա բանա։ Ասա մի 1000-1500 դամ մենք Արարատի մարզում ես կտանք։ Ջան, բա քո ցավը տանեմ։ Էդի եկա բանա, մեռնեմ քեզ, գտամ աղբորը կասեմ մեր։ Որ դու էլ գասեն, նարեկին էլ կասենք։ Այս դոմանուվա լավ բան անեմ են դոնե իրան, Սամո։ Դե այդ ընտրություններից հետո տենանք էլի գործմորզի գոնե դնեն ընձի։ Դե դու էլ կասես ինչ պետք է։ Մեծ գործի դնեն ընտրությունից հետո այդանք աշխատենք էլի Սամջան։ Դեպուտատի գործ, ինչի գործ ախպեր, դի դեպուտատը լինի։ Բա ես քո ցավը տանեմ։ Նարոդի դեպուտատ։ Ես քո ցավը կտանեմ։ Ասմա իրաց ձեռն, ասեմ ախպեր ես իսեցեց, ասմա դե ճանաչումա։ Բանին ջոգիր ախպեր աունչա։ Դե թրոշ տեղենա, չէ ֆորաբանկի բանը աունչա։ Եմի չարխերը կա, ջոգում ես մենք իրանց պիտի օգնենք, իրանք է մեզ։ Մենք չեք ալա նարեկով է հարցը լուծենք, պիտի մեզ փող կայլա վերցել, սաղ պրծունեմ սաղ։ Ախպեր, մեր ախպերը, մեր մարաս դիքը չարխերը անում, ասա, հա, օգնենք ախպեր ինքն են դե է, սա ստրոյկա է վերցը մեծ ախպեր, նես չի, որ իրան ասում ենք, ձեր մեզ պարկով փող տա, սամ ջոգիր, հա, 5-10 միլիոն, որ պրծունեմ, սամ ջան ջոգիր, այսօր ասում պետք է ախպերս բերվանք, ասում մի բերան ինքը զանգիտե, մեր իրանց համար էտի ոնց են մի բաժակ ջուրը լինի, Սամուջան ասում, էտ ինչ փող է իրանց համար, իրանց բանկն է, ջոգում է Սամուջան, ջոգիր ապեր, ասում ապեր կարել է լավ փող բրնել, սոնց էլի։ Բա ախպերից ինչ ասում, արտաշատ ոնց է ձեր մոտ վիճակը։ Արա վիճակը մենք ենք որոշում, եղանակը մենք ենք ասում, ոնց կլինի, Սամո ապեր, ասում եմ, եղանակի տեսության նաչալը սվաստե ասմա ոնց է, մենք ենք եղանակը փոխում, Սամուջան, կարանք փոխենք խամի, կարանք փոխենք շոկ, կարանք փոխենք ոնց ուզենք ապեր։ Քո ցավի կտանեմ արա։ Սամվել Կարապետյանն էլ հերթական դատական նիստերից հետո արձագանքել է ընտրակաշարքի դեպքերին։ Դուք $100 միլիոն եք նախատեսել ընտրակաշարք բաժանելու համար։ Ով է ձեզ ասել։ Հացում է։ Իհարկե ոչ։ Պարոն Կարապետյան, $100 չենք նախատեսել։
Մեկ այլ հաղորդագրությունից էլ պարզ է դառնում, որ ուժեղ Հայաստանի ընտրական ցուցակում ընդգրկված ՎԱ-ն համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սնունդով ապահովումն ու խոստացված գումարների տրամադրումը։ Իրավապահները հաղորդում են, որ հաջակցություն ուժեղ Հայաստանի հավաքին Լոռու մարզի մի շարք բնակիչների մասնակցությունն ապահովելու համար վերջիներիս նյութապես շահագրգռել են նախապես խոստացված գումարներից յուրաքանչյուրին 3000-ական Հայաստանի Հանրապետության դրամ գումար տրամադրելով, այդ կերպ հարկադրելով նրանց մասնակցել կազմակերպված հավաքին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը։ Մեկ այլ դրվագով էլ պարզ է դառնում, որ խուզարկություններ են իրականացվել ուժեղ Հայաստանի Ավանի գրասենյակում բերման ենթարկված քաղաքացիներ կան, ըստ տեղեկությունների 5-ից 6 հոգի։ Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնում են, որ ընտրակաշառք ստանալու եւ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք, իսկ ընտրակաշառքի համար մեղադրվող կանդազմականնով Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտնել է նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Դատարանը 2 ամսով է կալանավորել ուժեղ Հայաստանի անվտանգության թիմի ղեկավար նախկին զինվորական Արթուր Ավանեսյանին ընտրակաշառքի գործով։ Երեկ էլ ՊԵԿ-ը հաղորդեց Հայաստանի օդային ու ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացված ուժեղացված վերահսկողության շրջանակներում ՊԵԿ հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչության ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ միջոցառումների արդյունքում ստացել էին հերթական օպերատիվ տվյալներ։ Ըստ այդ տվյալների Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էր ժամանելու Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ՌԹ-ն, ով իր հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։ Տեղեկություններն իրացնելու նպատակով հրատապ ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, արդյունքում օրերս Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել է ՌԹ-ն, ում մոտ արկա է եղել կանխիկ 65 միլիոն ռուսական ռուբլի, որը շուրջ 321 միլիոն Հայաստանի դրամին համարժեք գումար է։ Հանցանք կատարելու անմիջական օրենսակացի հիմնավոր կասկածակի արկայության հիմքով Հայաստանի ՊԵԿ հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն Զվարթնոց օդանավակայանից ձերբակալել ու տեղափոխել են ՊԵԿ հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչություն։ Առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել Հայաստանի քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների ու մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Քննչական կոմիտեն ներկայացվել է նաև ձերբակալված անձին։ Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ՌԹ-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ 1 օր անց Հայաստան ժամանած ՌԹ-ի ազգական Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ՀԹ-ի մոտ եւս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար 7.6 միլիոն ռուսական ռուբլի, որը շուրջ 37 միլիոն դրամին համարժեք գումար է։ Վերջինս Զվարթնոց օդանավակայանից Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջական օրենսակացի հիմնավոր կասկածի արկայության հիմքով նույնպես ձերբակալվել եւ տեղափոխվել է կոմիտեի հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչություն, այնուհետև քննչական կոմիտե, ուր Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ ՀԹ-ի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանի որոշմամբ ընտրվել է տնային կալանքը։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Գարիկ Միսկարյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ։ Վերջին օրերի թիվ 1 թեման ընտրակաշառքների թեման է։ Պարոն Միսկարյան, ինչ տպավորություն եք ստանում։ Դուք լսեցիք Սամվել Կարապետյանին, որը ըստ էության հերքում է, բայց այս ձայնագրությունները ինչ են ցույց տալիս։ Մենք լսում ենք նաև ուժեղ Հայաստանի արձագանքը, որ սրանք ուրեմն անթույլատրելի է գաղտնալսումը եւ այլն, որ սրանք քաղաքական հետապնդումներ են, իրավական գործընթացների հետ կապ չունեն, ու եթե նկատում եք վերջին 1-2 ամսվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով են այս հաղորդագրությունները, ձայնագրությունները, բայց սա որևէ կերպ զսպաշապիկ չի լինում, թեև իշխանությունն է հորդորում է, նախազգուշացնում է հատ առ հատ բոլոր ընտրակեղծարարները, կաշառք բաժանողները օրենքի ողջ խստությամբ պատժվելու են, բայց կարծեք թե այլ գործընթացների մեջ ենք, որքանով ուրեմն այս հաղորդագրությունները կարող են ունենալ զսպաշապիկի դեր, ինչ է տեղի ունենում, ինչ խնդիր է լուծում տվյալ քաղաքական ուժը այսպիսի քայլերի գնալով, համեցեք։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Դե ակնհայտ է, մենք մի քանի հարցազրույց առաջ երբ խոսում էինք, արդեն հստակ էր, որ այդ ապօրինի կանխիկ դրամական միջոցները, որ ներհոսում են Հայաստան, ունեն հստակ քաղաքական նպատակներ եւ
նույն Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը երբ սկսում են իրենց քաղաքական պայքարը, հայտարարում են, որ ազգի փրկության, եկեղեցու եւ այլն, բայց փաստորեն ուղիղ շատ քաղաքական նպատակներով էին մտնում այս խաղի մեջ, ստեղ խնդիրը գիտեք որն է, որ սա ամեն ինչը համակարգված է, ամեն ինչը ուղղված է հենց այդ մեկ կուսակցության, այդ մեկ քաղաքական ուժի համար այդ ապօրինի փողերի շրջանառությունը, բայց հստակ հետևանք չի լինում, հա 1 հոգու բռնեցին, 3 հոգու, 5 հոգու, բայց հետևանք չի լինում։ Իմ կարծիքով, եթե մենք մի քիչ ավելի լուրջ նայենք այս հարցին, սա պետքա ուղիղ ազդի ուժեղ Հայաստանի մասնակցել, չմասնակցելու վրա, այսինքն եթե այդ մարդիկ որոշում են այդ ընտրակաշարքի փողի այդ տեսակ մեջ շրջանառության միջոցով մտնել քաղաքական, մտնել պարլամենտ, այդ ուժի պետք է կասեցվի իմ կարծիքով իր մասնակցությունը, որովհետև ու ինչի են իրենք այս նույն ողջավորվածությամբ ու նույն հա, այնպես բարձր տրամադրություններով շարունակում այդ ամեն ինչը, որովհետև մենք ունենք նախադեպ, եթե կհիշեք, վերջին մի քանի ամիս առաջ Գագիկ Ծառուկյանի հենց Գագիկ Ծառուկյանն էր նույն հոդվածով ընտրությունների ժամանակ ընտրակաշարք բաժանելու հոդվածով այդ մարդը արդարացրեց։ Ու մենք ունենք նախադեպ, իսկ հիմա պետք է ունենանք նախադեպ հակառակ տրամաբանությամբ, այսինքն պետք է կասեցվի այդ ուժի մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին, որը կլինի շատ տրամաբանական, անկախ նրանից թե Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ինչ էր խնդրում իշխանության ներկայացուցիչներն էլ ասում են, այ դուք մեկ ուրիշ բան մտածեք, եթե այ կասեցումը լինի, կդիտարկվի դա ճնշում, կդիտարկվի այսպես կոնկրետ ընտրությունների վրա ստվեր նետելու թափանցիկության, հավասարության, այսինքն որ բոլորը իրավունք ունեն մասնակցելու ընտրական գործընթացներին, եթե ցանկանում են։ Սա ուրեմն մի նպատակ է հետապնդում, թեկուզ եթե նույնիսկ այդ տարբերակն է, գուցե ապա լեգիտիմացնեն այս ընտրական գործընթացները են այս մեկնաբանությունները, վստահաբար դուք էլ լսել եք բանից։ Միանշանակ, եթե բայց իմ համար իմ աչքին որպես քաղաքացի Հայաստանի համար ավելի ապա լեգիտիմացնող քայլ, քան այդ խոշոր չափի շրջանառվող փողերը, այդ մարդկանց առնելը, ուսանողների վարձերը զեղչելը, որ բերեն ցույցերի, դրանից ավելի ապա լեգիտիմացնող եւ ժողովրդավարության իմաստով, հա, ժողովրդավարության տեսանկյունից որն ավելի հետ քայլ չէ, քան ուղիղ մեղադրվող եւ ուղիղ հանցագործություն իրականացրած ուժի ընտրություններին մասնակցել չթույլատրելի լինել։ Այսինքն պետք է այստեղ նժարի վրա դնենք, հասկանանք որն է ավելի, հա, եթե իրենք կարծում են, որ դա իմ կարծիքով ոչ մի այդտեղ ժողովրդավարությանը հակասող քայլ չկա, ընդհակառակը հնարավորություն տվել են մարդիկ շատ երկար ժամանակ քարոզչություն արել են ու փաստացի ցույց են տվել, որ այսինքն եթե այդ մարդիկ ունեն փող, նշանակում է պետք է կարողանան մասնակցել քաղաքական process-ներին, մենակ այն հանգամանքով պայմանավորված, որ ունեն շատ փող, ոչ։ Այստեղ ուրիշ խնդիրներ կան, մենք չենք ուզում վերադառնալ 2018-ից առաջ տեղի ունեցող այն իրականությունը, որը մենք ունենք։ Ես անձամբ իմ աչքով բոլորս տեսել ենք ինչ է կատարվել նույն 2017 թվականի ընտրություններին, 2013 թվականի ընտրություններում ու այդպես շարունակ։ Այսինքն այս տրամաբանությունը պետքա բացառել, սա ավելի լուրջ վտանգ է Հայաստանի այս նոր հա կայացող այս ժողովրդավարության համար, քան այդ մնացած պատճառաբանությունները, որ բերում են հատկապես իշխող ուժի ներկայացուցիչներ։ Այսինքն եթե նրանք ասում են, որ գումարի այս մեծ փողերի շրջանառության պատճառով նրանց զրկենք բանից, ուրեմն այսինքն իմ այդտեղ մի քիչ իմ համար տենց տրամաբանական չի այդ կապը տեսնելը, ոչ, եթե կա հստակ այդ ամեն ինչը, պետք է այդ ուժը թույլ չտվի, որ մասնակցի իշխանության։ Եթե ուրեմն գնում են այդ քայլով ինչ իրավիճակ են ունենում եւ եթե չեն գնում, այսինքն եւ եթե ամեն ինչ մնում է այնպես ինչպես հիմա է, լավ հաղորդագրությունների ուրեմն տեսքով, ձայնագրությունների տեսքով, այս մեկ ամսվա ընթացքում ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, այս դեպքում ինչ է լինում։ Պարոն Իսկարյան, ինչ իրավիճակներ են ունենում եւ այս նույն ընտրակաշարքը, եթե մնում են նրանք, ենթադրենք, եթե ապացուցվի անմեղության կանխավարկածը իհարկե չխախտելով, դրանք ինչ ազդեցություն են ունենալու ընտրությունների արդյունքների վրա ձեր գնահատմամբ, որովհետև գիտեք նույն երբ Ռուսաստանից ասում ենք քաղաքացիները կգան ընտրությանը մասնակցելու, վարչապետ Փաշինյանն ասում էր կգան, կտեսնեն թե ինչպիսի ծաղկուն երկիր է եւ ձայն կտան քաղաքացիական պայմանագրին։ Ըստ էության սրանք սխալ հաշվարկներ չեն։ Այո, ու մենք նոր լսում ենք նաեւ այդ ձայնագրությունները, ոնց է Ռուսաստանաբնակ մի գործարար այսպես, որ ասում էր գյուղապետը ով է, ես ոնց ասեմ այդպես է լինելու, ցավոք սրտի այդ տրամաբանությունը իմ համար մի քիչ անընդունելի է եւ շատ վիրավորական է, որ հատկապես համայնքապետը, որ ընտրովի պաշտոն է Հայաստանում, ռուսաստանցի ինչ որ մի գործար կարող է զանգով ասել այսպես լինի կամ այնպես լինի, այ հենց դա բացառելու համար, նման երևույթներին տենց այս հենց բնում, որտեղ սրանք նոր են, էլի, այս նոր է, հենց այդ բնում խեղդելու համար պետք է այդ քայլին գնալ, իսկ ինչ վերաբերում է թույլ տալու մասնակցելուն, այդ նշանակում է, որ ով փող ունի Հայաստանում, ինքը կարող է մասնակցել ընտրություններին ու ուստեղ կապ չունի, հա, քաղաքական
առումով ինչ են ասում, ինչ չեն ասում, Ինչ կենսագրություն ունի անցյալում ու ներկայում։ Այո, այսինքն փող ունես, կարող ես մտնել պարլամենտ ու տենց քո ոնց որ գործունեությունը շարունակես, իսկ դա մի քիչ ոնց որ անտրամաբանական է այս բaragայում։ Այնպես որ ես կարծում եմ, որ պետք է գնալ կտրուկ քայլերի, պետք չի վախենալ ինչ որ անհավասար պայմաններ ստեղծել, ընդհակառակը իմ կարծիքով ավելի լավ, եթե այդ ուժը դուրս մղվի պայքարի, հա, հնարավորություն ստանալուց, շատ ավելի մեծ այդ հնարավորություն կստանան ձայներ, հա, իրենց շուրջ կենտրոնացնելու, մնացած այլ ընդդիմադիր մի փոքր ավելի ժողովրդավարությանը մոտ ուժերը, քան կոնկրետ այս ուժը, այնպես որ իմ կարծիքով շատ տրամաբանական կլինի այդ քայլին գնալը։ Դե տեսնենք իրադարձությունները ոնց կզարգանան։ Ուղղակի այսպես ամեն օր 2-3 ձայնագրություն, հա, հետո ինչ։ Դե տեսեք, դա ինչ-որ եզրակացություն, պետք է ինչ-որ հետևանք ունենա այդ ամեն ինչ, թե չէ այդ մարդկանց տանում են տնային կալանքի 5-10 օր հետո բաց են թողնելու իրեն։ Էլի կգնան նույն քայլի կամ կարելի է լավ մենք միասին լսում ենք այն նաև բառամթերքը, որը խոսում են, ըստ էության սա շատերը դիտարկում են որպես հնարավորություն լավ մեծ գումարներ աշխատելու, մասնավորապես ուրեմն մասնակիցներից, զրուցակիցներից մեկի խոսքը ասում է լավ փող կբռնենք, հա, լավ փող կարելի է բռնել այսպիսի ձևակերպում։ Ասեն սա կոնկրետ ուրեմն սոցիալական խնդիր լուծելու նաև ուրեմն կարևոր գործիք է դառնում։ Տեսեք, այնտեղ հետաքրքիր է, որ այդ փող բռնողների շրջանառվող գումարների քանակը ասենք 5-10 միլիոն ու այն գումարները որ տվել են քաղաքացի հասարակ, հա, մասնակիցներին 3000 դրամ, մի քիչ տարբեր։ Դե դա ընդհանրապես մի հանրահավաքին գալու համար էր, գիտեք, տեղափոխումն անվճար էր, սնունդն անվճար էր, ես ներկայացրի թե ինչ պայմաններով են նրանք եկել։ Քաղաքական, տեսեք, քաղաքական առումով, հա, եթե մենք մաքուր նայենք, օրինակ ավտոբուսներով մարզերից իրենց համակիրներին բերելը Երևան, այդտեղ մի քիչ տենց ես տենց շատ խնդրահարույց բան չեմ տեսնում, հա, հիմա նույն Ամերիկայի ժողովրդավարական, հա, այդ տարբեր երկրներում այդ երևույթը կա, հիմա քո համակիրներին հավաքում ես, ինչ որ պայմաններ է ստեղծում, բայց կոնկրետ գումարի դիմաց շահագրգռել, կոնկրետ ուսանողների մասով հատկապես, երբ զանգում են ուսանողին, ասում են ուսանողական քարտը գցի 50000 կզեղչենք, 30000 կզեղչենք, այս ու դա հետագայում օգտագործում են այդ ուսանողին այլ իրավիճակներում, հա, որպես երիտասարդ, որպես ուսանող ներկայացնում են, այսինքն սա այն խնդիրներն են, որոնք կարող են ժողովրդավարության հստակ հետքայլ ապահովել ու սա պետքա սրա վերջը պետքա շատ արագ տրվի։ Իսկ բարամթերքի մասով եւ այդ գումարների մասով, ովքեր որ հիմա այդ, հա, ճարպիկները, որ հիմա փորձում են մտնել դա, նաեւ այդ խոսակցություններից բարձ է դառնում, որ ինչ որ հետագայում ընտրություններից հետո, հա, եթե իրենց ուզեցած սցենարով գնա, ինչ որ պաշտոններ են ստանա։ Դու ասում ես հեսա ընտրությունները լինի, մի բան կտան, մի բան կլինի, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրության գնալուց պետք է հասկանա, որ եթե այդ ուժին ձայն տա, այն մարդիկ են գալու պաշտոնների, որոնք այս օրերին այս բաների մեջ են, հա, տասովկաների մեջ են, այսպես կոչված։ Այնպես որ սա շատ լուրջ ազդակ է, սա շատ լուրջ քայլ է, որ պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին նկատի ունենա եւ պահի իր մտքերում ընտրություն կատարելուց առաջ։ Իսկ ոչ միայն նյութական, այսպես բարեկեցություն կապահովեն այս փուլում, այլ ձեր նշած ճարպիկները ձեր ձևակերպմամբ, այլ հունիսի 7-ից հետո իրենց ուրեմն ցանկացած սցենարով զարգացումների դեպքում ինչ որ կլորիկ պաշտոններ, աշխատատեղեր կընկալեն։ Իհարկե։ Ու դրա համար էլ գնում են, թե չէ այնպես չի նրանք տենց, հա, եկեղեցու համար են պայքարում կամ ազգային արժեքներ, այդ խոսակցությունների մեջ ոչ ազգային արժեքների պահպանության մասին խնդիր կար, ոչ եկեղեցու, չգիտեմ, այս մեկի ոչ 300,000, այսինքն իրանց խնդիրը այս պահին ինչ որ ֆինանսական օգուտներ քաղել եւ հետագայում ինչ որ պաշտոնների գալու։ Ինչ է խանգարում արագ օրենսդրական նախաձեռնություն բերել խորհրդարան եւ ձեր ասած սցենարը կյանքի կոչել։ Ինչ եմ սա ասում, որովհետեւ երբ պետք էր, իշխանությանը երբ պետք էր, մենք տեսանք թե ինչպես ընտրական օրենսգիրք արագ բերեցին, որոշակի փոփոխություն արեցին, բայց իհարկե հիմնավորեցին, որ սա վրիպակ էր եղել, որ 2 տարի առաջ ուրեմն պետք էր մենք 2 տարի առաջ էինք նախաձեռնել, այնուամենայնիվ շատ հստակ հասկանալի էր, թե ինչու հիմա եւ որ քաղաքական ուժի հետ կապված էր։ Երբ պետք էր դա արագ արվեց, ինչն է հիմա պահում հետ իշխանությանը։ Հնարավոր է օրինակ այդպիսի տեսակետ, որ այս սա կարող է ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները, որոնք այս փուլում տեղից լարված են, առանց այն էլ լարված վիճակում։ Այդ տարբերակը նույնպես կա, բայց ես ավելի օրինակ ես չեմ ուզում այդ ուղղությամբ մտածել, բայց չի բացառում նաև այն տարբերակը, որ Փաստորեն Սամվել Կարապետյանը լավ է ցանկալի ընդդիմություն է, որովհետև նույն Ռոբերտ Քոչյանը 2021 թվականի նախընտրական այդ հարցումները, որ հիշում ենք ինչ տվյալներ ու այսօր որ հիշում ենք, այսինքն այսօր փաստացի չի բացառում, որ Քոչյանի գլխավորած ուժը նույնիսկ չհաղթարիել այդ անցողի 8% շեմը
8% չեմը, իսկ նույն Սամվել Կարապետյանենք Բաստոնի լավ է ցանկալի ընդդիմություն են իշխանությունների համար, ամեն օր կարող են ինչ-որ հակակոռուպցիոն հարցումներին անդրադառնանք, որոնք կարծեք թե ընդդիմադիր ուժերից ոչ մեկին չէին ուզել նեղացնել, իրենց ցանկալի ուրեմն թվերը կային էլի, գոնե մեջը մեկը 7%-ներ հաղթահարել, մեկը 4%-ներ հաղթահարել, այստեղ էլ եք տեսնում հստակ ինչ-որ միտում։ Այս մասով նույն Կարապետյանի Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի մասով իմ կարծիքով եթե հիմա այս իրավիճակով նայենք շատ ցանկալի ընդդիմություն է, որովհետև ամեն օր իշխանական падգամավորները այսպես լայվերով ինչ որ բան հայհոյանքներ սա անթույլատրել, այսինքն ցանկալի, sense շատ հեշտ բան ընդդիմություն է ու ինքը հավանաբար իսկ մնացած մասով նույն այդ հարցումների մասով ես նայում եմ քաղաքական ուժերի ղեկավարներ, չգիտեմ, կարկառուն գրում վերջին հարցումների արդյունքում ու չի ասում որ հարցման Այնինչ յուրաքանչյուր իր համար ինչ որ հարցում է պատվիրում, անհասկանալի ինչ որ թվեր են հրապարակում, այդ իմ Կարապետյանն էլ ասում էր իրենց հարցումներով, իրենք են առաջատարը, իրենք հաղթած են 100%-ով այս ընտրություններին։ Այդտեղ մի հատ հստակ բան կա իմ համար, որ շատ այդ ձայների պոտենցիալ ձայների հավաքագրման մասով քաղաքացիական պայմանագիրն է, որ շատ հստակ ու թիրախային է աշխատում, այսինքն աշխատում է մարզային բնակչության վրա, աշխատում է 55+ քաղաքացիների, հա, ավելի հնարավորինս շահելու իր կողմ գրավելու վրա ու այդ ուղղությամբ շատ ճիշտ ու հստակ քայլեր անում։ Այսինքն ես ոնց հասկանում քաղաքացիական պայմանները մինչև 18-25 տարեկանները ընդհանրապես չեն հետաքրքրում, որովհետև ոնց որ հույս էլ չունեն, որ այդ հատվածը իրենց ինչ որ ձայն կարող է տալ։ Մնացած ուժերը արդեն ըստ իրեն ճաշակի, հա, օրինակ նույն Ծառուկյանի մասով օրինակ շատ պոտենցիալ ունի, բավականին մեծ ձայներ կոնսոլիդացնելու իր շուրջ որը որ զգացվում օրինակ այդ նույն մարզային այցերի շրջանակներում, որ ինչ-որ տարբեր գյուղերում, տարբեր լողի, բայց մենք էլի տարեցներն են, եթե այսպես դիտարկենք։ Հա, էլի տարեցներն են։ Այնպես որ ստեղ իմ կարծիքով այդ հարցումները շատ մոտավոր թվեր են, ավելի կկոնսոլիդանա, ավելի կմոտիկանա հենց բուն Քարոզարշավի արդեն վերջնահարցունքում, վերջնահատվածում ավելի տենց կհստակենակ շոշափելի կդառնա արդյունքների մասը։ Եթե ըստ էության մենք լուրջ փոփոխություն ենք ունենում ընդհանուր պատկերի վրա, եթե այսպես ասած խաղից դուրս է գալիս ուժեղ Հայաստանը։ Այո։ Պարոն Միսկարյան, իսկ եթե դուրս չի գալիս, դուք էլի մնում եք ձեր այն շաբաթներ առաջ մեր հարցազրույցի, թե քաղաքական որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում, ուրեմն դրա սահմաններում թե, որովհետև շատերը սկսել են արդեն խոսել, Հայկ Մարությանն է այնտեղ խոսում, չգիտեմ, տարբեր քաղաքական ուժեր, ինչ որ այսպես տեղերի, դիրքերի փոփոխություն կարող է լինել։ Տեսեք, նույն Սամվել Կարապետյանը եւ նրա այդ թիմը բուն քաղաքական process-ների մեջ չեն եղել Հայաստանի։ Հա, եղել են ինչ որ շատ դրական կերպարով Ռուսաստանահայ բարեգործեր, որ ինչ որ բարեգործ, բայց հենց մտան բուն քաղաքական process-ների, սկսեցին կեղտոտվել։ Ոստեղ ինչ որ process-ներ գնաց դա ազդեց իրենց ձայների, այսինքն առաջի հատվածում նամանավանդ երբ ասենք մի քիչ շատ հստակ էր, որ Կարապետյանը իր խոսքի համար կալանավորեցին, որ մի քիչ խնդրահարույց էր այդ կալանքի պահը, բավականին բարձր է ռեյտինգը, բայց հենց գնաց բուն քաղաքական process-ները։ Այդ կոնսոլիդացիան, որ ապահովեց իրենց շուրջ, ասենք նույն այդ հայաքվ է, բանից կուսակցությունը, Ռուբեն Վարդանի հիմնադրած ապրելու երկիրը։ Ու էլի տենց մանր կուսակցություն են, այստեղ այս նաև դրական այն առումով, որ հստակեցվում է գիծը։ Օրինակ հայաքվեն, իմ կարծիքով, երբ միանում է ուժեղ Հայաստանին, այստեղ ինձ թվում է երևի արժե անունն էլ փոխել, ռուսաքվ է օրինակ դնել, ոչ թե հայաքվ, որովհետև մի խոսքով էլի առաջնահերթությունները ուզում եմ հասկանամ այդ, հա, քաղաքական միավորի որն են։ Այս առումով իմ կարծիքով դեռ փոփոխություններ կլինեն, այո, բայց ամենամեծ պոտենցիալով հա ընդդիմադիրների մեջ փաստացի հիմա Սամվել Կարապետյանն է, որ այդ դրական բանով դեռ այսինքն կա էլի, այս պահին գնալով իջնում է իմ կարծիքով, բայց դեռ այդ դրական այդ պոտենցիալը դեռ ունի, այո, երկրորդ ամենաուժեղ ընդդիմադիր բանը բևեռը լինելու։ Ընդհանրապես այս ընդդիմադիրների մեկտեղելու ուրեմն, որովհետև անդադ վարչապետը եռագլուխ ռեշ է նշում, հսկա է նշում, եռագլուխ ուժ է նշում, ուրեմն ընտրություններից հետո ձայները ուրեմն կոնսոլիդացնելու հնարավորություն այս փուլում տեսնում եք, պարոն Միսկարյան, եթե ամեն ինչ զարգանա այնպես, ինչպես հիմա է, այսինքն եթե կտրուկ փոփոխություններ չլինեն, վտանգ կա, այսպես ասած, նրանց հնարավոր վարչապետի թեկնածու ունենալու, հաղթանակելու եւ այլնի հետ կապված։ Վտանգ միշտ էլ կա, իմ կարծիքով նաեւ այստեղ կախված է թե
նույն այն հիմնական համագործակից եւ դաշնակից երկիրը, որ տեսնում են այդ նույն երագլուխ ուժը, այսպես կոչված, այդ երկրից ինչ ազդակներ կլինեն եւ ինչ ուղղորդումներ կլինեն հետընտրական փուլում, շատ այդ մենք չենք կարող կանխագուշակել, նույն հա Կլինեն ամեն դեպքում հետընտրական զարգացումներ, կարծում եք, պարոն Իսկարյան։ Դե եթե տեսեք, եթե մոտ եղավ այդ 3 ընդդիմադիր ուժերի ընդհանուր հավաքած գումարային, հա, թիվը եւ քաղաքացիական պայմանագրի ընտրություններ ստացած ձայների թիվը, իմ կարծիքով ինչ որ process-ներ կփորձեն հարուցել։ Բայց եթե շեշտակի եղավ տարբերությունը, երևի թե չգնան այդ արկածախնդրությանը, բայց եթե լավ իրար մոտ եղան, իմ կարծիքով կփորձեն ինչ որ process-ներ հարուցել այս ուժերը։ Քանի որ Ռուսաստանի հանգամանքը նշեցիք, ես ուզում եմ ամուլի այսօրվա ուրեմն արձագանքին անդրադառնանք մասնավորապես, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ նոր այսպես պատժամիջոցների փաթեթ է ուրեմն պատրաստում, դուք գիտեք, որ տարվա մեջ չանընդհատ էլ գյուղմթերքի, ծաղիկի եւ այլ ուրեմն առիթներով դրա պակասը չի լինում, այդպիսի պատժի եւ միգրացիոն քաղաքականության խստացման տարման մեջ մի քանի անգամ գոնե Ռուսաստանի իշխանությունը գնում է այդ քայլին։ Հիմա եւ նաեւ նշվում էր, որ սա նաեւ պայմանավորված է այն հանգամանքով եւ որ Ուկրաինայի նախագահը գալիս է Հայաստանի Հանրապետություն եւ սա չի ներվի Հայաստանի իշխանությանը եւ առանց այդ էլ արված հարաբերությունները ավելի լուրջ փուլ կթևակողեն։ Դուք ինչ եք կարծում, հնարավոր են այսպիսի զարգացումներ եւ այդ պատժամիջոցները ինչ ազդեցություն կարող են ունենալ։ Այդ պատժամիջոցները շատ բացասական ազդեցություն իրականում կարող են ունենալ, ոնց որ մենք նշում ենք անվտանգային կոմպոնենտը, որը Ռուսաստանը պիտի ապահովեր եւ դա հիմնական են քաղաքական ազդեցության գործիքներ Հայաստանի վրա, այդ այլևս չկա, այսինքն Արցախը չկա, անվտանգային Կա լուրջ հիասթափություն նաև հասարակության կողմից այդ առումով։ Այո, կա լուրջ հիասթափություն Հայաստանի կողմից։ Իրականում այդ անվտանգային մասով ինչ որ չափով նաև Ռուսաստանը հրաժարվեց բանից, հաշվի առնելով իր առաջնահերթությունները, նույն այդ Ուկրաինայի հարցով եւ այլն։ Իսկ հիմնական ազդեցության գործոնը այս պահին այդ տնտեսականն է, այդ կախվածությունն է, այդ գյուղմթերքի ներմուծումն է, ջերմուկն է, մեկը մյուսն է, որոնք որ փորձելու են բարբերաբար փորձելու են օգտագործել, անկախ նրանից Զելինսկու գալը դրա հետ կապված չի, ինքը լինելու է որպես գործիք եւ աշխատեցվելու է Հայաստանի դեմ։ Հայաստանին հնարավորություն չի տրվելու, որ 5, 10, 15 տարի դուք զարգացեք, ստանդարտիզացվեք, համապատասխանեք եվրոպական ստանդարտներին, հետո նոր կորոշեք, դուք ԵԱՏՄ գնում թե Եվրոմիություն։ Այդ այնպիսի քայլերն ու Ռուսաստանն էլ այնպիսի պետություն է, որը որ այդ կոշտ եւ կտրուկ մեթոդների սիրահար է եւ միանշանակ այդ տարբերակով է լուծել, այսինքն դնելու է ու հիմիկվանից արդեն ստեղծելու է այդ խնդիրները, այսինքն ես միայն այդ Զելինսկու այցով չեմ պայմանավորվել էլի այդ բաները։ Իրանք բարբերաբար լինելու են, իրանք բարբերաբար խստանալու են։ Ընտրությունների ընթացքում են ազդեցություն ունենալու ոչ միայն հիբրիդային գործիքների, այլ նաև կոնկրետ գործողությունների տեսքով։ Կոնկրետ գործողություն, այո, այդ դրանք նույնպես կա, այսինքն այսինքն այդ գյուղատնտեսը, որ վաղը, հա, այսինքն չգիտեմ, մայիսին, հունիսին պետք է բարձր իր ծիրան եւ արտաներ Ռուսաստան, ինքը այսօր տեսնում է, որ այս իշխանությունների, այսպես ասած, վարած քաղաքականության արդյունքում ինքը հնարավորություն չի ստանալու հունիս կամ հուլիս ամսին իր ծիրանը արտահանել Ռուսաստան, այնպես որ այդ ընտրությունների գնալուց առաջ ինքը գուցե դա մտածի մի քանի անգամ արդյոք արժի այս իշխանություններին ձայն տալ, թե չարժի այս իշխանություն, այսինքն դա այդ նույն գործիքն է, որը որ կարող է ազդեցություն անպայման ունենալու է։ Միանշանակ։ Շնորհակալ եմ։ Ես։ Առաջինի տաղավարում զրուցում է Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Գարիկ Միսկարյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։